կարևոր սխալներից մեկը։ Ճակատագրական խնդիրներ, երբ որ գնում ես լուծելու, հիմնական հաշվարկը պիտի անես քո ուժերի վրա։ Դա նաև մարդու անձնական կյանքում է։ Տեսեք, արդյոք խրատվել ենք դրանից։ Նայեք, 1918 թվական, 17 թվական, մենակ Անտանտի բանակներում 14 թվականին զորակոչվել էր 250,000 հայ։ Ամենահզոր մեր Հայաստանը իր զորքով են ժամանակ։ Հայկական տարր է, տարը, հա, բայց հայկական բանակ որպես այդպեսին չկար։ Հիմա նայեք, երբ որ 1917 թվականին տեղի ունեցավ բոլշևիկների կողմից այդ հոկտեմբերյան հեղափոխությունը կամ նոյեմբերյան, ոնց ասում են, իրենք սկսեցին զորքերը հետ քաշել։ Եվ երբ որ ռուսական զորքը հետ քաշվեց, մեր ռազմաճակատում մի 10,000 զորք էր մնացել հայ։ 250,000 զորքով 18 թվականին, այդ արդեն հոգեվարքի մեջ գտնվող Թուրքիային, որ պարտության մեջ էր, 250,000 զորքով մի քանի անգամ միջերկրական ծովը կլցնեին։ Այն դեպքում, երբ որ մենք նայում ենք, փաստորեն մենք կանգնեցինք փաստի առաջ, որովհետև մեր հույսը դրված է Ռուսաստանի վրա։ Ռուսները եկել էին, հա, ազատագրել էին Արևմտյան Հայաստանից գալի մասը, գեներալ Ավերյանովը նշանակվել էր կոմիսար, Հակոբ Զավրյանը տեղակալն էր, 387,000 հետ էին տարել, կարծես թե նորմալ էր, բայց Ռուսաստանի վրա էր ամբողջ հույսը։ Հիմա, այս էլ պատմություն չի, թվում է թե պատմություն է, չէ, լավ, 18 թվականին սխալ բան ասենք, բայց այսօր Ռուսաստանը անկանխատեսելի երկիր է միշտ եղել։ Հələ մի հատ պատկերացրեք, մի հատ Ռուսաստանում լինի պետական հեղաշրջում, եւ Ռուսաստանը 17 թվականի նման ասենք մի կես տարի, մի տարով հետ քաշվի։ Ինչով ենք մենք պաշտպանված այսօր։ Ռուսական ռազմաբազաները չաշխատեն Հայաստանի համար։ Ախր մեզ 4 կողմից կտոր կանեն, չէ։ Նախորդ հաղորդման մեջ որ խոսում էինք, այս ես չընդդիմանալով այդ քայլերին, այսինքն չդժգոհելով այդ քայլերից, բայց տեսեք, ամեն մի թեթև փաստաթղթի մեջ հայկական ցեղասպանություն բառը հիշատակելու համար մենք միլիոններ ենք կորցնում։ Այն դեպքում, երբ որ հայ գիտնականներին չենք հավաքում, այստեղ հայոց պետություն հզորացնելու, բա որ Ռուսաստանում այդ 17 թվականը կրկնվեց։ Այդ դրանով սահմանափակվի անցիմիկ չել առաջ, այսպես կոմպլիմենտար քաղաքականություն վարելու, այսինքն Միացյալ Նահանգներն են կողմից լինեն մեր դաշնակիցը, եթե Ռուսաստանը չեղավ թոնա լինի, դարձյալ։ Դրանից էլ մի խես չունենք, սայրի դերտին, եւ պատմականորեն գիտենք, եւ գիտենք, թե խոսքով քանի տարվա կյանք դեռ ունի։ Հարցը դա չի։ Հարցը այն է, որ խոսքը չի վերաբերում այստեղ, որ կան հասկացա, մեկ կամ մյուս կողմին հարելու, կամ բոլորին հարելու։ Այո, բոլորին հարել կարող է կոմպլիմենտար քաղաքականություն գրնած վարել, երբ որ դու ուժեղ ես։ Երբ որ դու ուժեղ ես։ Եվ բոլոր հետ լինես շատ լավ հարաբերությունների մեջ։ Բայց ոչ դեպքում կռացած վիճակում։ Մյուսներն են մտածում քեզ հետ լավ հարաբերության։ Ուրեմն մեր առաջի խնդիրը մեր պետությունը հզորացնելն է։ Հակառակ դեպքում մենք նույնքան ցեղասպան ենք մեր նկատմամբ, որքան թուրքը կամ մյուսները։ Նույնքան ցեղասպան ենք մեր նկատմամբ այս բարակայում։ Գալիս է մի պահ, երբ որ հայտնվում է գերխնդիր։ Այս գերխնդրի շուրջ փոխարենը մեր ազնվականությունը, երկրի տերերը, քաղաքական էլիտան, հա, ոնց որ է նստեն եւ կոնսենսուսային լուծման գան, հայտնվում են բարիկադի երկու կողմերում։ Ինչ պատճառներով դա չքննարկեն։ Տեսեք, դրանից հետո գալիս է ասենք 650-ական թվականներ։ Թեոդորոս Ռշտունի Մերսես երրորդ տայեցի կաթողիկոսը, արաբների հայտնվելու հարցներ ոնց պետք է մեր վերաբերմունքը լինի, այնքան անհանդուրժող էր մոտեցումը, երբ որ Թեոդորոս Ռշտունին դարձավ հայոց իշխան, Մերսես կաթողիկոսը թողեց գնաց երկրից, վերադարձավ մենակ Թեոդորոս Ռշտունու մահվանից հետո։ Գալիս ենք այս կողմ, մեկը մյուսի հետևից անընդհատ ինչքան ասես մեր պատմության մեջ կա, երբ որ հայտնվում է գերխնդիր եւ փոխարենը գնան այսպես կոնսենսուսային լուծման, հայտնվում են բարիկադի երկու կողմերում։ Ինքը ասենք էլի պատմություն է, չէ՞, սկել պատմություն չի։ Նայեք 1920 թվական։ Մի գիշերվա մեջ Մուսավաթական Ադրբեջանը կարմրեց, դարձավ բոլշևիկյան Ադրբեջան։ Դրա հաշվին 11-րդ բանակը մցրեցին իրենց երկիր, Ղարաբաղը գրավեցին, Զանգեզուրի հարավային շրջանը գրավեցին, մտան Նախիջևանը վերցեցին, հետո Նժդեհը հետ գրավեց Զանգեզուրի հետ հարավային շրջաններն էր։ Ես ի վերջո հասան ինչի, որ խորհրդային պետության մեջ Ղարաբաղ եւ Նախիջևան ունեցան։ Անարդար էր, ինչ է, իրենք հասան, չէ՞ դրա, մի հատ չեզոք դիրքից նայեք, իրենք իրենց խնդիրը լուծեցին։ Հիմա եւ կարողացան ինչի շնորհիվ լուծել։ Մի գիշերվա մեջ իրենք փոխեցին, հա, գլխարկները փոխեցին, թե
ուսադիները փոխեցին, այդ իրենց խնդիրն է, բայց նայում ենք նույն ժամանակ մեր իրականության մեջ կան հայ բոլշևիկներ, որոնք շատ բարձր աստիճանի, Լենինի ամենամոտ կանգնած Շաումյան, Միասնիկյան, չգիտեմ, շատ նշանավոր դեմքեր, եւ հայ բոլշևիկների վերաբերմունքը էլի կա հայկական պետություն։ Երբ որ գալիս է եւ այդ ժամանակ բանակցություններ պիտի լինեն 20 թվականներ, էլի նույն իրավիճակն է, փոխարեն ընդհանուր կոնսենսուսային լուծման գնալը, ասենք ունենք Գևորգ Աթարբեկյան, բոլշևիկ։ Տակոնք սրիկա շնորհորդի, ինչ է ասում, այդ հայտնի բանը կա, չէ, ասում է հանուն համաշխարհային հեղափոխության 10 միլիոն կոտորել ենք, պետք լինի 10 միլիոն էլ կոտորելու ենք, եթե պետք լինի, հայ ժողովրդին էլ հետ ենք զոհաբերելու։ Հիմա հետաքրքրվել եմ ծագումով հայ է։ Չէ, որովհետև այդ ժամանակ մտածում ես, սա հայ է։ Տատիկի մարանում մեկը պահված։ Այ չգիտեմ, այդ տատիկների պատմությունը չէի կարող ուղղակի, բայց բանը Մոսկվայի համալսարանում կարծեմ իրավաբանական կրթություն էր ստացել, բարձրագույն կրթություն ունեցող։ Այսպիսի բաներ ունենք, մենք այսօր էլ նույն վիճակն է։ Այսօր ունենք շատ խնդիրներ, թշնամիներով շրջապատված ենք։ Մարդկանց թվում է, թե որ ռուսական բազաները Հայաստանում են, դա չգիտեմ ինչ մի ապահովություն է եւ ավելի շատ փոխարենը ազգային խնդիրներ լուծելու ուղղությամբ, տեսեք 88 թվականից արդեն 16 տարի անցել է։ 88 թվականի համեմատ 16 տարվա մեջ մենք մենակ հետընթաց ենք ապրել։ Իսկ 80 թվի ոգով մի մեծ հսկա բարեպաշտ աշխարհակալություն կարելի էր ստեղծել, ոչ թե հզոր պետություն, ոչ միայն հզոր պետություն։ Այնպես որ մենք նայում ենք այս պատմության մեջ անընդհատ կրկնվող մենք սխալներ ունենք, անընդհատ։ Ես նույնիսկ մտածում էի եւ այստեղ մեր հերոստատեսություններից որևէ մեկին առաջարկել գուցե այսպիսի մի հաղորդաշար բացել Հայաստանի Հանրապետությունում եւ ցանկալի կլինի որ Սփյուռքում էլ հեռարձակվի մեր պատմության սխալները։ Գնել բաղնջական շրջանից ինչքան որ գիտենք եւ վերլուծելով գալ ոչ թե 21-րդ դարում նստած մարդը ինչ որ sense բանով մեծամտության որ այս ինչը սխալ արեցին, այս ինչը sense պիտի անեն, չէ, եղբայր, ինչ արեցին սխալ, ինչ կարող էին անել, ինչ հնարավորություններ կորցրեցին եւ անպայման նայել այսօրվան մենք ինչ ենք անում, ինչ ենք կորցնում։ Մեր կոդը եղել աշխարհում եք տարածվել լույս սփռել, բայց չի եղել տանել երկրներ բերել կպցնել քո երկրին։ Որտեղ որևէ կայսրության սկիզբ դնել նշանակում է այդ երկրի կործանման սկիզբը դնել։ Որ դի մեծանա, հետո պիտի կործանվի, ինչպես բոլոր կայսրությունները։